Շուտով ամբողջ աշխարհը կճանաչի իրական Նիկոլ Փաշինյանին, խոստանում է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը։ Գործարարի փաստաբանները դիմելու են Եվրամիություն, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, միջազգային տարբեր կառույցներ, որ աշխարհն իմանա։ Ժողովրդավար ներկայացող Փաշինյանն իրեն ինչպես է պահում երկրի ներսում։ Խոսք եմ տալիս բոլորիդ, ամենաշատը 1 ամիս հետո ամբողջ աշխարհը ծանոթ կլինի Հայաստանի վարչապետի վարքագծին։ Բոլորն են իմանալու, որ այդ մարդը բանտարկում է նրանց, ում ընկալում է որպես քաղաքական ընդդիմախոս։ Իմ պատկերացրած իրականության մեջ չի տեղավորվում, որ Հայաստանը զբաղված է քաղաքական բանտարկյալներ պահելով։ Իսկ այն, որ Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, կասկած չունի աշխարհահռչակ փաստաբանը։ Ռոբերտ Ամստերդամը հիշեցնում է, որ բառերի համար բանտարկեցին Կարապետյանին։ Ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցել այդ ամեն ինչին։ Նա կալանավորվեց, երբ եկել էր Հայաստան հոր 40-ին մասնակցելու։ Դա քաղաքական ցույց կամ ակցիա չէր։ Նա նույնիսկ չի ակնարկել իշխանազավթման մասին։ Հետո Կարապետյանին եւս մեկ մեղադրանք առաջադրվեց՝ փողերի լվացում։ Ըստ փաստաբանի, սա այն մեղադրանքն է, որը ավտոկրատ ռեժիմները սովորաբար սարքում են ընդդիմախոսների դեմ։ Բա ինչու հունիսի 17-ից առաջ այդպիսի մեղադրանք չկար Կարապետյանի դեմ։ Հենց նա ասաց մի բան, որը իշխանության սրտով չէր, նոր ծնվեց այդ մտածածին մեղադրանքը։ Ռոբերտ Ամստերդամը ցնցված է Նիկոլ Փաշինյանի օգտագործած բառամթերքից։ Ցնցված է ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլև բարձրաստիճան եկեղեցականների մասին Փաշինյանի օգտագործած ձևակերպումներից։ Ասում է, նման բառապաշարով Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն է վերջերս իր հետ շփվել։ Ես դիմել էի Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարին։ Նա այնպես էր արձագանքել իմ դիմումին, որ 45 տարվա փաստաբանական իմ պրակտիկայում ինձ դեռ չէր պատահել։ Ռոբերտ Ամստերդամը հրյա է, բայց ասում է մեծապես հարգում է հայ առաքելական եկեղեցին ու չի հասկանում, ինչպես կարող են քրիստոնյաներին հետապնդել հենց իրենց երկրում, պետական մակարդակով Քրիստոսի առաջին տանը։ Ամոթ Հայաստանի քաղաքական վերնախավին, որ այսպիսի քաղաքական հետապնդումներով է զբաղված։ Ինքը շատ երկրներում է աշխատել, նույնիսկ Տանզանիայում է ընդդիմադիր քաղաքական գործիչների շահերը պաշտպանում։ Կարծում է, անգամ տանզանացիները կամաչեին, եթե իրենց երկրում այսպիսի քրեական գործ լիներ։ Գրոհել մարդու դեմ, որը եկել էր հոր կորուստը սգալու, նրա 40-ի կրոնական ծեսին մասնակցելու, չգիտեմ, այս ամենն անցնում է պարկեշտության բոլոր սահմանները։ Աֆրիկյան ամենահետամնաց երկրից էլ ցածր վարքագիծ է դրսևորում Հայաստանի ներկայիս վարչապետը։ Իսկ ո՞րն է Փաշինյանի քայլերի նպատակը։ Հանրահայտ փաստաբանը պնդում է, Հայաստանի կառավարությունը ուզում է հեղինակազրկել մեծ ժողովրդականություն վայելող Սամվել Կարապետյանին, վախենալով գալիք ընտրություններից։ Ճիշտն ասած, խղճում եմ պարոն Փաշինյանին, որովհետև նա շատ վախեցած է։ Նա իրեն ապահով չի զգում։ Ցանկացած մարդ, որն օգտագործում է այսպիսի կեղտոտ բառապաշար, երկչոտ է։ Նման մարդուն միայն խղճալ կարելի է։ Ռոբերտ Ամստերդամը պնդում է, Փաշինյանի իշխանությունը պետք է կանգ առնի, հատկապես եթե Եվրամիություն մտնելու հույսեր ունի։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։